Մարդկանց վրա ինքնահաստատվելով սեփական կարիերա ստեղծած լրագրողին Հայկական շոու բիզնեսում վեճերը շարունակվում են։ Ինֆլուենսեր Լևոն Բադալյանը հոլովակ է հրապարակել ուղղված հաղորդավարուհի բլոգեր Արուս Տիգրանյանին եւ բլոգեր Հայկ Մկրտչյանին։ Լևոնը նշել է, որ Արուսը վերջերս դատական գործով իշած 4 միլիոն դրամի կեսը պետք է լավ պահի, քանի որ հնարավոր է ինքն էլ նրան դատի տա եւ այդ գումարը իրեն անցնի։ Կոնֆլիկտի արմատները իրականում ավելի խորն են։ Լև Բադալյանը իր էջում հաճախ է անդրադառնում համացանցային եւ հանրային տարբեր երևույթների, հայտնի մարդկանց քայլերին եւ անկեղծ արտահայտում իր սեփական կարծիքը։ Բացառություն չեն եղել նաեւ Արուս Տիգրանյանը եւ Հայկ Մկրտչյանը։ Լևոնը նախկինում եւս առիթներ է ունեցել խոսելու նրանց գործունեության կամ այս կամ այն հայտարարության մասին, ինչն էլ ըստ ամենայնի լարվածության պատճառ է դարձել։ Հարաբերությունները վերջնականապես սրվեցին օրերս, երբ Արուս Տիգրանյանը եւ Հայկ Մկրտչյանը հյուրընկալվել են Մանե Հակոբյանի հենց այդպես հաղորդմանը հյուր։ Շոուի օցի լեզուն փուլի ժամանակ, որտեղ մասնակիցները հարցերին պետք է պատասխանեին ոչ թե բանավոր, այլ անկեղծ գրեին տախտակներին, հնչեց հետևյալ հարցը. ով է տարվա ամենաանհաջող բլոգերը։ Արուս Տիգրանյանը տախտակին նկարում է Լև Բադալյանին, իսկ Հայկը նշում է. հեսա սրա մասին էլ կգրի։ Լևոն Բադալյանը իր հերթին հայտարարել է, որ սա ոչ թե հումոր է, այլ բացահայտ ծաղրանք եւ անձնական թիրախավորում ուղղված իր արտաքին տեսքին։ Նա քննադատել է նաեւ հաղորդավարուհուն, ով ոչ միայն չի կանխել հյուրերի պահվածքը, այլ ասել է, որ լավ է հաղորդումը շատ կնայեն։ Այս սկանդալային հոլովակի տակ իրենց մեկնաբանություններն են թողել մի շարք հայտնիներ։ Օրինակ բլոգեր Աշոտը, ով առավել հայտնի է Աշ Այավի, գրել է. «Էնպես չի, որ Լևոնի կոնտենտում ինչ կամ ում մասին խոսում է, ես կողմ եմ։ Կան շատ բաներ, որ ինձ իր էջում դուր չի եկել, բայց արդյունքում Լևոնը ինչ խոսում է, ինչ անում է, իրական կյանքում էլ այդ մտքին է եւ 180 աստիճան այլ կերպ իրեն չի դրսեւորում»։ Օգտատերերից շատերը հիասթափություն են հայտնել հաղորդավարուհի Մանեից, ումից նման բան չէին սպասում, իսկ մյուսները հիշեցրել են, որ սա առաջին դեպքը չէ։ Նույնը եղավ Ավետ Բարսեղյանի եւ Արսեն Սաֆարյանի ժամանակ, երբ եթերում բացահայտ ծաղրում էին երգչուհի Սոնա Շագիլդյանին։ Թե ինչ ընթացք կստանա այս պատմությունը եւ արդյոք Լև Բադալյանը իրականում դատի կտա Արուս Տիգրանյանին, ցույց կտա ժամանակը։ Դե ինչ այսքանն ենք պատրաստել ձեզ համար, մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։